75-ամյա Տարասավիլ Պապին մի ամբողջ կյանք ապրել է այն չպատկերացնելով առանց ծխախոտի, բայց թոքի քաղցկեղի հայտնաբերումից եւ վիրահատությունից հետո լիովին հրաժարվել է հիվանդության առաջացման ամենատարածված պատճառներից մեկից՝ ծխախոտից։ Համարը 67 տարի ծխել եմ, հետո հասկացի հազալ, դրանից միասին գնացի պոլիկլինիկա ստուգվելու, պոլիկլինիկան ուղարկեց ռենտգենի բանի, այնտեղ արդեն որ տեսանք որ չոր բաներ կա, հետքեր կա թոքերից վրա, որ եկա ստեղ, եկանք ստեղ բժիշկին տեսանք, բժիշկին էլ խոսացին, բանային ստուգեցին, ուղարկեցին ամեն տեղ ստուգելու, հաստատվա որ պետք է օպերացիա արվի, ոնցանք օպերացիայի, իմ էլ փառք Աստծո, լավ է, առողջությունս էլ լավ է, միշտ էլ լավ է, այդքան բան է։ Տարասավիլ Պապին նշեց, մինչև տարօրինակ դրսևորումներով հազի առաջանալը որևէ գանգատ չի ունեցել, իսկ հիվանդության ի հայտ գալուց հետո ախտորոշումն ու վիրահատությունը տևել է 1 ամիս։ Բուժարուն նշեց, բավական երկար տարիներ ծխել է, երբևէ չմտածելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել, հավելելով, որ եթե չլիներ ահազանգող հազը, հնարավոր է ամեն ինչ այլ ավարտ ունենար։ Նա նշեց, այժմ իր մաշկի վրա է զգացել ծխելու բացասական հետևանքները, հորդորելով բոլորին թողնել առողջության վրա լուրջ ազդեցություն ունեցող ամենամեծ կախվածությունը։ Ծխելը հետևանքներ թողում է ծխելը, շնչառության, քայլի, ինչ-որ ուտելիքի ազդեցություն ունենում է։ Մենք ես կխնդրեի ծխողներին, որ չծխեն։ Դիմեն բժիշկներին, պոլիկլինիկաներին, ստուգվեն, շատ են երիտասարդներ ծխողներ, շատ են զգուշացնում, շատ են անում, բայց նույնն է։ 75-ամյա բուժառուին բուժող բժշկի խոսքով տվյալ կլինիկական դեպքը բացառիկ չէ, սակայն մեկ մարդու պատմությամբ կարելի է պատկերացնել ընդհանուր փիլիսոփայությունը եւ փորձել չծխել ու դիմել բժշկին առաջին իսկ գանգատների պարագայում։ Բուժառուն դիմել էր մեզ մոտ որպես 2 տարի առաջ եւ արդեն իսկ իրականացված հետազոտությունների տվյալների հիման վրա մենք ունենք կասկած, որ ունենք թոքի չարորակ process, որը գտնվում էր աջ թոքի վերին բլթի պրոյեկցիայով եւ խցանում էր գլխավոր բրոնխը եւ իրականացված հետազոտությունների գործիքային հետազոտությունների արդյունքում մենք դա հաստատեցինք եւ հարցադրումը կանգնում էր հետեւյալի մեջ գնալ վիրահատության թե դեղորայքային բուժման եւ հաշվի առնելով փուրը այստեղ թույլ տվեք շատ չմանրանամ մենք գնացինք վիրահատական բուժման եւ վիրահատության արդյունքում ստացված տվյալների հիման վրա շարունակեցինք նաեւ դեղորայքային բուժմամբ տվյալ պահին բուժառուն գտնվում է արդեն իսկ հսկողության մեջ։ Մասնագետն ընդգծեց, տվյալ օրինակնի գիտություն ունենալով պետք է հետազոտվել ժամանակին, հատկապես եթե գտնվում են ռիսկի խմբում։ Ծխախոտի ծխի պատճառով առաջանում բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ, այդ թվում եւ թոքի քաղցկեղ։ Եվ ըստ մեր ժամանակացույցի փիլիսոփայության հենց մայիսի 31-ին մենք նշում ենք ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որի ջատագովը հենց առաջնահերթ առողջապահական համակարգն է, ով խթանել բնակչությանը որպեսզի նա չծխի, որպեսզի բնականաբար առաջանան ավելի քիչ թվով հիվանդ մարդիկ եւ քիչ հիվանդություններ։ Բժշկի խոսքով թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի մոտ 80%-ը ծխախոտի ծուխն է, հետևաբար ոչ պակաս վնասակար է նաեւ երկրորդային ծխի ազդեցությունը։ Իհարկե մենք չենք մոռանում երկրորդային ծխի մասին, այսինքն մարդիկ, որոնք անմիջականորեն չեն ծխում, բայց ուղիղ կամ միջնորդված հանդիսանում են ծխելու ծխի շնչողները, իրանք եւս ռիսկային խմբում են, ավելի քիչ տոկոսային հարաբերակցությամբ է իրենց մոտ հանդիպում թոքի քաղցկեղի եւ մնացած արխոնիկ հիվանդությունները կապված ծխի հետ, բայց եւ այնպես իրենք եւս ռիսկային խմբում են եւ պետք է հաշվի առնել մեկ բան, որ ցանկացած ոք, որը միևնույն շրջանցում է մեր ցուցումները, խնդրանքները եւ ծխում է, ապա առնվազն պետք է զերծ պահի շրջապատը հարազատներին ծխախոտի ծխից։ Թոքի քաղցկեղն առավել շատ հանդիպում է տղամարդկանց շրջանում, իսկ թիրախային տարիքային խումբը համարվում է 50-ից 70 տարեկանը։ Սկրինինգային ծրագրերում էլ ընդգրկվում են հենց այս տարիքային խմբի առնվազն 20 տարի եւ ավել ծխող քաղաքացիները, ովքեր համարվում են ռիսկի խումբ։ Մասնագետը ցավով նշեց, բուժելիության տեսակետից Հայաստանում առավել շատ թոքի քաղցկեղը հայտնաբերվում է 4-րդ փուլում։ Մենք ամեն օր զարթնում ենք այն մտքով, որ ոնց հայտնաբերենք առաջին, երկրորդ փուլեր, քանի որ կարող է առանձին վերցած բուժառուն չպատկերացնի իր կյանքում ինչքան բան դա կարող է փոխել, բայց բուժել կամ գտնել թոքի քաղցկեղի առաջին փուլ նշանակում է
3 ուղղությամբ կատարել լուրջ աշխատանք։ Առաջինը ապահովել հիվանդի 5-ամյա ապրելության ավելի բարձր թիվ։ Երկրորդը բեռնաթափել առողջապահական ծախսերը թե հիվանդի վրա, թե առողջապահական համակարգի վրա։ Եվ երրորդ ստանալ ավելի մեծ հավանականությամբ առողջացող հիվանդ, որը կարող է վերադառնել իր սովորական կյանքին, լինել նույն մարդը, ինչ մինչև ախտորոշում։ Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները մահվան երկրորդ ամենատարածված պատճառն են։ Գայնե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։